որակարգի վերջին հարցին օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ վերացնող կատարելու մասին։ Երկրորդ ընթերցում հիմնական զեկուցող ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյան խնդրում։ Շնորհակալություն պարոն Քոչարյան, օտարերկրացիների մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը կարող եմ նշել, որ մեր թվայնացման օրակարգի կարևորագույն մասերից է։ Թվայնացնում ենք Հայաստանում օտարերկրացիներին տրվող բոլոր տեսակի կացության կարգավիճակները այս օրենսդրական փոփոխությամբ ներկայումս ունենք միայն մեկ հիմքով, միայն մեկ տեսակի կացության կարգավիճակի վարույթ, որը իրականացվում է թվային եղանակով, դա աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումն է։ Ներկայումս մեր բոլոր 3 հիմքերով, ուրեմն այլևս կիրականացնենք թվային տիրույթում վարույթներ, այստեղ երկրորդ դրույթը պետք է նշեմ նաև հիմքերը ստանդարտիզացնում ենք, դարձնում ենք 2 հիմք, ժամանակավոր եւ մշտական, քանի որ ունենք կրկնություն հատուկացության կարգավիճակի հիմքերի հետ կապված, բայց դարձնում ենք ժամանակավոր եւ մշտական 1 տարի ժամանակավոր կացության կարգավիճակը, 5 տարի մշտական կացության կարգավիճակը եւ իրենց համապատասխան ենթատեսակներով լինի աշխատանքի հիմքով, ուսման հիմքով, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով, ընտանիքի հետ միավորվելու հիմքով, ունենք նաեւ ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակի տրամադրման վարույթ։ Այս բոլոր վարույթները այսուհետ կիրականացվեն թվային եղանակով, սա հնարավորություն կստեղծի նաեւ այլ գերատեսչություններին, որոնք մասնակցում են այս վարույթին, մասնավորապես պետական եկամուտների կոմիտեն, ազգային անվտանգության ծառայությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, բոլորը միացած կլինեն մեկ միասնական, ուրեմն տեղեկատվական պլատֆորմին։ Երկրորդ կարևորագույն փոփոխությունը, որ իրականացնում ենք այս օրենսդրական փաթեթի միջոցով, մենք ներդնում ենք նոր վիզայի տեսակ, դա աշխատանքային վիզան է։ Ներկայումս մենք ունենք ընդամենը 4 տեսակի վիզաներ, այցելության վիզա, ուրեմն բիզնես վիզա, պաշտոնական եւ դիվանագիտական վիզաներ, բայց տեսնում ենք միգրացիոն միտումների փոփոխություններով, որ մենք ունենք աշխատանքային միգրացիոն հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն, եւ այդ աշխատանքային միգրացիոն հոսքը մուտք է գործում ոչ համապատասխան տեսակի վիզայով, հիմնականում գալիս են այցելության վիզայով, բայց դրա պատճառը այն է, որ մենք չունենք համապատասխան տեսակի վիզա, ըստ այդմ մենք ներդնում ենք աշխատանքային վիզայի հասկացությունը, եւ հաջորդ կարևորագույն փոփոխությունը դա աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման մոդելի փոփոխությունն է, եթե նախկինում ուրեմն գործը գնում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, այդ գերատեսչությունը գործատուին առաջարկում էր գործազուրկ Հայաստանի Հանրապետության քաղաքացով լրացնել թափուր աշխատատեղը, այնուհետև միայն եթե չստացվեր այդ գործարքը, այնուհետև միայն թույլատրվում էր օտարերկրացու տվյալները մուտքագրել, մենք տեսանք, որ այս սխեման չի աշխատում, մոտավորապես 3 տարի գործունեությունից հետո 18000 кейսերից ավելի դեպքերով մենք ընդամենը ունեցել ենք նմանատիպ 10 առաջարկ, որոնք էլ միշտ չէ որ իրագործվել են, ըստ այդմ մենք այս համակարգը փոխարինում ենք քվոտավորման համակարգով, ըստ կացության կարգավիճակների տեսակների եւ հիմքերի կառավարության համար սահմանում ենք լիազորություն, տարեկան կտրվածքով սահմանելու քվոտաներ, սա նաեւ կարող եմ ասել որոշակի խթան է լինելու կառավարությանը յուրաքանչյուր տարի անդրադարձ կատարելու այս հարցին։ Եվ վերջին դրույթը դա ուրեմն պետական տուրքերի մասին օրենքում փոփոխությունների իրականացումն է։ Մենք այս կացության կարգավիճակների համար տուրքերը սահմանվել են բավականին վաղուց եւ չեն վերանայվել, ըստ այդմ ժամանակավոր կացության կարգավիճակի համար տուրք կսահմանվի 150,000 դրամը, իսկ մշտական կացության կարգավիճակի համար 250 դրամ, 250,000 դրամը նախկին 105 եւ 140,000 դրամի փոխարեն։ Պարոն Քոչարյան, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը առաջարկել է մի շարք տեխնիկական փոփոխություններ, սակայն մեկ փոփոխություն ես հիմա կցանկանամ բանավոր հնչեցնել, մենք օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել էինք օգոստոսի 1-ը, սակայն թվայնացման գործընթացում ուրեմն որոշակի տեխնիկական ձգձգումներով պայմանավորված առաջարկում ենք փոփոխել եւ ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2026 թվականի նոյեմբերի 1-ը, որպեսզի մենք կարողանանք վստահաբար ուրեմն ստուգված եւ որակի ստուգում անցած տեխնիկական համակարգ գործարկել։ Շնորհակալություն։ Գավարտեցիք պարոն Ղազարյան, եթե չեմ սխալվում, այս շաբաթ էր, չէ՞, մենք վարչապետի մոտ քննարկում էինք ռազմավարությունը եւ ավելի ընդգրկուն,
ծրագրի անհրաժեշտություններ առաջացնում ընդհանուր քաղաքացիական մասին նոր օրենքի եւ այլն։ Հիմա մենք այս կարգավորումով փոքր մի կտոր ոնց որ թե փորձում ենք ձեր նախանշած ժամկետների մեջ ունենալ, ճիշտ եմ հասկացել։ Եվ սա մեզ կտա հնարավորություն թե կարգավորել փոքր տիրույթ, ակնկալելով, որ 26 թվականին մենք կամբողջացնենք ռազմավարության այն պահանջները, որը որ կլուծի այդ հարցերը բոլոր մակարդակներում։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր շեշտադրում եք անում, պարոն Քոչարյան, մենք վարչապետի մոտ քննարկմանը ներկայացրել ենք միգրացիոն ռազմավարության դեռևս միայն մեկ կտորը, քաղաքացիությանն առնչվող կտորը, եւ սա ըստ էության նորույթ է մեզ համար, որովհետեւ նախկինում 4 ռազմավարական փաստաթղթեր է ունեցել Հայաստանի Հանրապետությունը միգրացիային առնչվող, եւ դրանցից ոչ մեկը անդրադարձ չի կատարել քաղաքացիության խնդիրներին, այսինքն ըստ էության կարող ենք ասել մենք առաջին անգամ քաղաքացիության խնդիրներին ենք անդրադարձ կատարում, բայց միգրացիոն ռազմավարությունը ունի նաեւ երկրորդ կարևորագույն հենասյունը հենց բուն միգրացիայի կառավարման գործընթացները։ Շատ ճիշտ եք նշում, այս փաթեթը հասցեագրում է հենց այդ խնդիրը եւ թվայնացման եւ աշխատանքային վիզայի ներդրման ճանապարհով մի դիտարկում էլ անեմ, դա նաեւ շատ կարեւոր ուրեմն քայլ է լինելու վիզաների ազատականացման գործընթացում Եվրոպական միության հետ, քանի որ դա նաեւ նախանշված է գործողությունների ծրագրում։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Իսկ թվայնացման վիճակը ոնց է։ Սրանով շատ լավ է։ Պարոն Քոչարյան, կարող եմ ասել, որ սրանով շատ ավելի կբարելավի, առնվազն ներքին գործերի նախարարության տիրույթում ներկայումս կարող եմ ասել, որ միգրացիոն ոլորտը դեռևս առավել թվայնացվածն է, բայց շեշտեմ, որ մենք հիմա մեծ տեմպերով ոստիկանության ոլորտում գնում ենք թվայնացումների, այդ թվում համայնքային եւ քրեական ոստիկանության համար համապատասխան գործիքակազմեր ստեղծելու ուղղությամբ, որովհետեւ կարող ենք նշել, որ բարեկային ոստիկանությունը առնվազն որոշակիորեն ունի թվային գործիքակազմեր։ Շնորհակալություն հարակից զեկուցման համար հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյան խնդրեմ։ Շնորհակալություն։ Օրենքը հիմնականում վերաբերում է կացության կարգավիճակի տրամադրման գործընթացին եւ օրենքի կարգավորման առարկան հենց այդ գործընթացն է հիմնականում եւ սահմանել են մի շարք հասկացություններ եւ արժանացության ընթացքում արդեն առաջացած խնդիրներն են ավելի շտկվում եւ խնդրում կողմ քվեարկել նախագծին։ Հարակից զեկուցողին հարցեր, խնդրեմ։ Հարցեր չկան։ Ելույթների համար հերթագրում հերթագրվածներ չունենք։ Հարգելի գործընկերներ, դուք եզրափակիչ, պարոն Խաչատրյան, դուք էլ չունեք։ Հարգելի գործընկերներ, քվեարկության եմ դնում օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ լրացնող կատարելու մասին երկրորդ ընթերցում օրենքի նախագիծ իր հարակից օրենքներով կառավարության կողմից ներկայացված փոփոխություններով հանդերձ ովքեր են կողմ, որպեսզի դրական եզրակացություն ստանալու պարագայում ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ կողմ, դեմ, պարոն Մանուկյան ձեռնպահ, շնորհակալություն, եւ վերջին քվեարկությունը ովքեր են կողմ, որպեսզի դրական եզրակացություն ստացած հանձնաժողովում օրինագծերը ամբողջությամբ ընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգ կողմ, դեմ, ձեռնպահ, չկա։